Այսպիսի կազմով նրանք հաճախ են հանդիպում, հիշելու շատ բան ունեն։ Արցախի կանանց առաջատար ջոկատներից մեկի հրամանատարի շուրջ համախմբում են նաև այսօր։ Վարդուհի Գևորգյանը ազատագրական պայքարի ակունքներում էր կանգնած։ Մարզխորհրդի падգամավոր էր, ստորագրահավաքների ակտիվ մասնակից։ Այն ժամանակ ընդամենը 23 տարեկան էր։ 23 տարեկանը այն մոմենտն էր արյունոտ կաբուտը երում ալի, այսինքն մարդիկ ընտանիք են կազմում, ամուսնանում են, գիտեմ, ինչն անում, բայց վերմամ ծնողս վերասալաբի դե ամուսնան ասպեն ասամ չէ, ես մինչև ես շարժում մինչև վերջ չտեսնավի ես ամուսնանալու չում լի, այնքան վեր մեր նպատակին հասնենք։ Այդ օրերին արդեն պարզ էր ուր են տանում իրադարձությունները։ Ինքնապաշտպանական առաջին ջոկատները ստեղծվել էին ինքնաբուխ, առանց որևէ հատուկ պայմանավորվածության։ Ջոկատի կազմով առաջին հերթապահությունն էլ Փարուհ գյուղի շրջակայքում են անցկացրել։ 89 թվից գործարանում հավաքալն ջոկատները հավաքալն 10 օքանոց, սահմանամերձ գյուղերը քինալի, պաշտպանելի հետի ու իլալնք 10 օքանոց ջոկատներ ալալ։ Վախալում, բայց գացամ, վեր պիտի քինամ, իմ պարտկսա, իմ կարիլ չի վեր քինայ, չնա խոխեք նգիդում, վեր պենամա շուշվա, պենամա շկոլումը դեղ սաղ պադալալ, իրեք հարկը պադալալ, դպրոցալալ, վեր սամալյոտը եկա, գրալը մեշտողներին հոպ ստի նսցալ ասավ քինալուց, ես վախած պաղ չմիլի, վեր հայս ասնարա դկյալու անգի, անոնա Մարգարիտան, ստի նսցալն թե չի քինալուչս, նստե վախսվեր էլի վախում էլ, դիլ կամաց Boy keçal kşirva çorsin, ürzer kapırnaz keçalı kamkinam hamasın vay aslat isteyin çumanım, çuman bat bidi kinam, işte bidi kinam. Üyart ilesin artasung çumta salli ver artasung kalması hıkçin. Ezmama papaşçı katas paçala asala kinak saxılmat gel. Անահիտը նույնպես Վարդու հրամանատարությամբ գործող ջոկատում էր ընդգրկված։ 1992-ի սեպտեմբերին կամավոր անդամագրվել եւ մասնակցել է ուսումնական պարապմունքներին։ Ռազմի դաշտում անհրաժեշտ գիտելիքների նվազագույն պաշարով էլ նետվել են մարտի առանց երկմտելու։ Հիշում են, դժվարը սկզբում էր, բայց հետո էլ հեշտ չէր։ Հոկտեմբերի 6-ն այն չեմ իմոց կամազն տեմարալ, այն գրուզավոյ կամազ։ Զոր օֆիցերած հանգաղ քինի դրալող քշալ տարալ Շուշի։ Դեղ Գաբրիելչմս ընդունալավ տեղավոր ասենյակնումս նահաշտվա ուտը մեր կյանքը սկսալա։ Ուժը մի քանի օրի պարապմունքներից հետո ստրելբայա, սնայպերսկինա, էտա տակտիչնեն, մասկիրովկա պեսախտի անցնեի սնկլատ գործունը հետ։ Սրխավաննա, բաշկյունեփա, օրթափա, 7 գյուղ մի անգամից երինկալալ, բեն դիզա զոհերել ալալ, վիրավորնել ալալ, մուքել ընկլալ մասնակցելիս, դաժե պոստերին կաղնալ, խրամատներում էլ ընկաղնալ, դաժե այն ժամանակ վերասալն, դուք խչկեր կկլի, ձեզ հունցումով հացը կամ մեդցինան բեն ասալն, հունց դուք դեր մունք, սպորուն կրալ, միշենի դերալ, ասանք, միշենին տնինք, ավտոմատ ավտխինք, տեսնանք հու ալի պրիցելն էտխինք, եթե դույս չտխինք, համաձայնենք, կինանք, յա պովուր գործանիք, յա ընգիդամ մեդցինա բեն ստիպիներ։ Ոչում, հանստեր ալա վեր մունք հաղթալանք, տղերքն լավ էսկի պրիցելը կրեցալ չոր, տխին Այդպես էր գիշեր ու ցերեկ վիրավորներ, անդառնալի կորուստներ ու ցավ, բայց հայ կնոջ ոգի մնացել է ամուր, անսասան։ Ստի կաբուտը ես մին 100 հոգու տղմ էլ ստի դուզ այս բայևիկ չի ինելու համենայն դեպս ես գացա վերեսիմ դուխավս ես կրլամ ինչ որ պեն անիմ համ վախալում համ էլ ասամ կաբուտը ստի առաջ ընտվալի всё բրծավ կամակինել չկա ես կյան մեզ մեր տանը սպանին Անցած ճանապարհի եւ ունեցած դժվարությունների մասին կարող են երկար պատմել, իրադրացնելով մտովի տեղափոխվում են ռազմագործողությունների ամենաթեժ կետերը։ Մինան տիրալա մի հատ էս կողմի ճանապարհին էզգոլի, մի հատ էզգոլի ու տանկ հետո խաբարսկանում վեր 4 հատ տեխնիկա է կյամ բիդա կիչան։ Այդ տեխնիկան կյալիս կյամա Պերվին մինը իրա տրակումա, մինին։ Հետո մինը շորատ ավերկյաստի կյամա մին տիրած մինը իրա տրակում։ Երկուս տրակումն են երկուսն էլ ետ ընտրում, լել կյամ չեն դալշը։ Դե 4 տեխնիկան կյամ ու քևինչինք սովորական ավտոմատն էլ ալալ, պակաստարին է ալալ։ Երբ հրացանը փոխարինվել է ավտոմատով եւ արդեն յուրաքանչյուրն ուներ իր ցենքը, թվում էր անհասանելի բարձունքներ կգրավեին։ Փաստորեն այդպես էլ եղավ։ Հարազատ մարդկանց կորուստը նրանց դարձրեց ավելի ուժեղ ու ոչ մի պարագայում, սակայն ցավը մարդկային կերպարանքից չզրկեց կանանց։ Մարդ պիտի ամեն դիրքում յուրան կուրցունեվիչ, ասիկ թա գերին կերկարալ, վեշ իմախտ մոկբեն չկրալ, ասիկ պիտի թակին, լավը կանամ թկեցիկ յա հինչ, միշտ պաշպանը կանա գերուն,
թողալ չենք։ Բազմաթիվ լուսանկարների հիշողություններ, շնորհակալագրերն ու պարգևներն այս կանանց հայրենիքի պաշտպանության գործում ամնացորդ նվիրումի գնահատականներն են։ Իհարկե լիարժեք գնահատական պետք է տա մերօրյա սերունդն իր ամենօրյա գործով։ Սամվել Բալայան, Մերժան Հայրապետյան, օր